Մենք հիշում ենք հերոսներին, ովքեր անձնվիրաբար ծառայել են իրենց ժողովրդին ու պետությանը, բայց հռչակավոր անունների շարքում հաճախ մոռանում ենք ամենավառ անհատականություններից մեկին։ Ինչպես հայ գյուղացի տղան դարձավ Պարսկաստանի սարդար, գերագույն զորահրամանատար, մարշալ։ Ինչու թուրքերը նրանից ավելի շատ էին վախենում, քան հայկական կուսակցություններից։ Ինչու էին փորձում խորհրդային ժամանակաշրջանում մոռացության տալ նրա հիշատակը և ներկայացնել բացասական լույսի ներքո։ Բարև ձեզ, ես Սուրեն Պետրոսյանն եմ։ Այսօր մենք կխոսենք հետաքրքիր և բավականին ազդեցիկ հայի մասին, որը ցավոք մեր իրականությունում այդքան էլ հայտնի չէ։ Սակայն նա չափազանց հայտնի է Պարսկաստանում, որտեղ նա նախորդ դարի ընթացքում պատմական կարևոր դերակատարում է ունեցել։ Նրա անունն է Եփրեմ խան։ Բաժանորդագրվեք մեր ալիքին, կիսվեք թողարկումով, եթե այն հավանեցիք, և սկսենք։ Օսմանյան և ռուսական կայսրություններում ապրող հայերի իրավունքները սահմանափակված էին, իսկ ապագան տագնապալի էր թվում։ Արարատի երկու կողմերում ապրող ժողովուրդը սկսեց արթնանալ։ Բազմաթիվ երիտասարդներ, ոգեշնչված ազգային գաղափարներով, պատմական Հայաստանի տարբեր անկյուններից բռնեցին Հայաստանին ծառայելու ուղին։ Նրանցից մեկն էր նաև պատանի Եփրեմը։ 1826 թվականին ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ամռանը պարսիկները արշավում են Գանձակի վրա։ Ռուսների իշխանությունը տարածաշրջանում դեռ շատ փխրուն էր, և սա մեծ փորձություն էր։ Շահ Աբբաս Միրզան մեծ ուժեր ուղարկեց Հարավային Կովկասի և Դաղստանի ազատագրման համար։ Այդ երեկո ռուսական շտաբ են գալիս 3 հայեր, որոնցից մեկը Ասիլբեկ Բայանդուրովն էր, ով հետագայում դառնում է ռուս գեներալ Մադաթովի մտերիմը։ Գեներալ Մադաթովին է փոխանցում անձամբ Իրանի շահից ստացված կարևոր տեղեկություններ, ինչպես նաև ուղեկցում է նրան և օգնում Ղարաբաղի արշավանքում։ Երիտասարդ տարիքում Ասիլբեկը հայտնվում է պարսկական բանակում։ Իր տաղանդի շնորհիվ քիչ անց նա ծառայության է անցնում անձամբ Պարսկաստանի շահ Աբբաս Միրզայի մոտ, հետագայում դառնալով նրա անձնական թիկնապահը։ Սակայն Աբբաս Միրզայի վարած քաղաքականությունը և հայերի վիճակը ստիպեցին իշխան Բայանդուրի ժառանգին, չնայած նրա ունեցած մեծ արտոնություններին, լքել շահին և անցնել ռուսական բանակի կողմը։ Մեծն Դավիթ բեկը, ի դեպ ում մասին մենք նույնպես ունենք թողարկում, ուներ մի քաջ զինակից, իշխան Բայանդուրը։ Բայանդուրը, ինչպես և Դավիթ բեկը, իրենց կյանքը նվիրեցին Սյունիքի և Արցախի ազգային շարժմանը, ավերժացնելով իրենց անունները։ Ասիլբեկը իշխան Բայանդուրի ժառանգն էր։ Ասիլբեկն արցախյան արմատներ ուներ և բնակվում էր Գանձակից ոչ հեռու գտնվող Բարսում գյուղում։ Հենց այստեղ ծնվել և մեծացել է իր թոռը Եփրեմը։ Փոքրիկ Եփրեմը ողջ մանկության ընթացքում բարսումցիներից լսում էր պատմություններ իր առասպելական պապի, տեղացի հերոսի մասին։ Այն միշտ մեծ տպավորություն էր թողնում նրա վրա, որն էլ հետագայում մեծ դեր է խաղում Եփրեմի աշխարհայացքի ձևավորման հարցում։ Այդ առումով կարևոր դեր ունեցան նաև Թիֆլիսի հայտնի Ներսիսյան դպրոցի շրջանավարտներ Մարտիրոս Բալաբեկովը և Ալեքսանդր Արարատյանը, ովքեր իրենց կյանքը նվիրեցին լուսավորությանը և նպաստեցին դպրոցների բացմանը իրենց պատմական հայրենիքի լեռնային տարբեր բնակավայրերում։ Այդպես Եփրեմին բախտ վիճակվեց դառնալ Բալաբեկովի աշակերտը, որի դասերը իսկական տոն էին երեխաների համար և ավարտվում էին ոչ միայն դասարանում, այլ նաև խաչքարերի, եկեղեցիների և շրջակայքի ամրոցների մոտ։ Այս ամենը նույնպես մեծ տպավորություն էր թողնում պատանու վրա։ Սակայն վաղ տարիքում, զրկվելով հորից, Եփրեմը ստանձնելով պատասխանատվությունը իր ընտանիքի հանդեպ, ստիպված լքում է տունը և մեկնում աշխատանքի։ Բայց Եփրեմն իր ազատ ժամանակը չէր կորցնում։ Նա ուսումնասիրում էր լեզուներ, ինչպես նաև նրան հետաքրքրում էին Արևմտյան Հայաստանից եկող քաղաքական տագնապալի լուրերը։ Նա առանձնահատուկ հետաքրքրություն էր դրսևորում պարտիզանական շարժման հանդեպ։ Իսկ Բեռլինի կոնգրեսից հետո հայ հասարակությունը հիասթափության շրջան էր ապրում, սկսելով գիտակցել, որ միայն հույսերով ապրելով ազգային հարցը չես լուծի։ Այս ամենը հաշվի առնելով Եփրեմը հանգում է նրան, որ ժամանակն է զենք վերցնել և ուղևորվել դեպի Արևմտյան Հայաստան։ 17 տարեկան հասակում նա, լինելով Բայանդուրի իշխանի ժառանգը, հայտնվում է Մուշի շրջանում գործող պարտիզանների խմբում։ Դեպի Արևմտյան Հայաստան կատարած երկրորդ ավելի երկարատև արշավի ժամանակ Եփրեմի գործունեության աշխարհագրությունը ընդլայնվում է
Նրա ջոկատը սկսում է գործել ինչպես Սասունում եւ Վանում, այնպես էլ այլ վայրերում։ Այս ընթացքում էլ Եփրեմը ծանոթանում է զորավար Անդրանիկի հետ։ Իրենց գործողություններից մեկի ժամանակ Եփրեմն ու իր ընկերները ձերբակալվում են ռուս սահմանապահների կողմից։ Եփրեմը Սախալինում դատապարտվում է 8 տարվա տաժանակ իր աշխատանքի։ Սա ծանրագույն փորձություն էր 21-ամյա երիտասարդի համար։ Որոշ ժամանակ անց Եփրեմը իր ընկերների հետ միասին կազմակերպում է փախուստ։ Հաստատվելով Թավրիզում, արդեն փորձառու Եփրեմը գրավում է տեղի դաշնակցական կոմիտեի ուշադրությունը։ Շուտով նա անդամագրվում է կուսակցություն, մասնակցում հայտնի Խանասորի արշավանքին ուղղված հայերի թշնամի քրդական առաջնորդի դեմ։ Հայտնի արշավանքից հետո որոշ ժամանակ Եփրեմը թաքնվում է Ալաշկերտում, որտեղ էլ ամուսնանում է։ Շուտով նրանք տեղափոխվում են Պարսկաստան, որտեղ բնակություն են հաստատում աղաղան հայկական գյուղում, եւ այստեղ Եփրեմը ոչ թե մարտի կամ դատապարտյալ էր, այլ նոր ուսուցչի դերում էր։ Նա նույնքան վառ անհատականություն էր, որքան նրա ուսուցիչը Մարտիրոս Բալաբեկովը, բայց Եփրեմը նաև գերազանց մարտիկ էր։ Գիտելիքի, հայրենասիրության եւ ռազմական փորձի այդպիսի համադրությունը շատ արագ նրան դարձրեց հեղինակություն ոչ միայն աշակերտների շրջանում, այլ նաև տեղի հայ բնակչության գաղտնի առաջնորդ։ Տարբեր հրոսակախմբերի հարձակումներին, որոնց պարբերաբար ենթարկվում էր հայ բնակչությունը, Եփրեմը արագ պատասխանում էր, կազմակերպելով մարտական ջոկատներ, որոնք սկսեցին պաշտպանել հայությանը եւ հակահարված տալ տեղի մուսուլման բնակչությանը։ Չնայած դրան, իր արդարության համար մուսուլմանները նույնպես սկսեցին հարգել Եփրեմին, որին շուտով սկսեցին անվանել Եփրեմ խան։ Իրանում բնակվելու առաջի տարիներին Եփրեմն արագ ձեռք բերեց հեղինակություն ոչ միայն Ղարադաղում, այլ նաև Թավրիզում եւ Ռեշտում։ Հայտնվելով Ռեշտում, Եփրեմը դարձավ ձեռնրեց եւ հայ համայնքի պատասխանատուներից մեկը, ով միշտ մեծ կարևորություն էր տալիս երեխաների կրթությանը։ Երիտասարդությունը միշտ միավորվում էր Եփրեմ խանի շուրջ։ Բարձրացվում էին ազգային եւ քաղաքական թեմաներ, Օսմանյան կայսրությունում, Ռուսաստանում իրենց եղբայրների եւ քույրերի դրության մասին, ինչպես նաեւ աստիճանաբար ներգրավում էին անհանգիստ Պարսկաստանի քաղաքական գործերին։ Եփրեմ խանի հարգանքն ու հեղինակությունը տարածվեց հայկական համայնքից դուրս։ Նրա շուրջն էին հավաքվում նաև այլ ժողովուրդների ներկայացուցիչներ։ 1908 թվականի հուլիսի 10-ին Պարսկաստանում տեղի ունեցած հեղաշրջումը մեծ ալիք բարձրացրեց երկրի բազմաթիվ շրջաններում։ Ոգևորված Ռեշտ քաղաքի ակտիվիստները նույնպես սկսում են անդամագրվել հեղափոխական կոմիտեներին։ Արդյունքում առաջացավ երկու կոմիտե, որոնցից մեկը գլխավորում էր ազգությամբ հայ Եփրեմ խանը։ Որպես այդպիսին, բոլորի նպատակը նույնն էր՝ հաստատել սահմանադրական կարգ եւ վերջ տալ Մուհամեդ Ալի Շահի իշխանությանը։ Ուշագրավ է, որ ռազմավարական առումով կարևոր Ղազվին քաղաքի արշավանքը կազմակերպել եւ ղեկավարել է անձամբ Եփրեմ խանը, իսկ նրա ջոկատի սերուցքը կազմում էին նրան նվիրված հայերը։ Ճանապարհին Եփրեմին հաջողվում էր որոշ տեղերում պայմանավորվել տեղի բնակչության հետ, որոնք անցնում էին հեղափոխականների կողմը, իսկ որոշ տեղերում անհրաժեշտություն էր առաջանում մարտի բռնվել։ Արդյունքում Եփրեմն իր ջոկատով հասավ Ղազվին։ Չնայած կառավարական զորքերի բազմակի գերազանցությանը, քաղաքը գրավվեց, իսկ հարյուրավոր զինվորներ գերի ընկան։ Սա հեղափոխության համար ռազմավարական հաղթանակ էր Թեհրանի ճանապարհին։ Կարևոր է նշել, որ ռուսական կայսրությունը տրամաբանական մի շարք պատճառներով աջակցում էր շահին։ Դեսպան Ռոմանովը փորձում էր համոզել հեղափոխականների մի մասին Սեպահդար անունով հեղափոխական առաջնորդի գլխավորությամբ, որպեսզի նա կանգ առնի։ Իսկ այդ ժամանակը պարսկական բանակը պետք է օգտագործեր հեղափոխական ուժերի դեմ ճակատամարտին պատրաստվելու համար։ Բայց ելքն անխուսափելի էր։ Թեհրանի մոտ կատաղի մարտերի ժամանակ Եփրեմի ջոկատները առաջինը ներխուժեցին մայրաքաղաք եւ գրավեցին Մեջլիսը, խորհրդարանը։ Շատ շուտով Իրանի շահը թուրք ղաջարների տոհմից գահանկեց արվեց։ Կառավարությունը գլխավորեց Սեպահդարը, իսկ Եփրեմ խանը դարձավ հեղափոխական զորքերի փաստացի գլխավոր հրամանատարը։ Կարևոր է հիշատակել շահի զորքերի հանձնված հրամանատար Ռուս Սպալյախովի եւ Եփրեմի խոսակցությունը, որտեղ Լյախովը Եփրեմին հարցնում է. «Չեմ հասկանում, ի՞նչն է ստիպում ձեզ այդպես կատաղի կռվել պարսկական հեղափոխության համար։ Ինձ հեղափոխությանը մասնակցելու է մղում նաև իմ ժողովրդի շահը»։ Ինչպես պնդում են մի շարք աղբյուրներ, Թեհրանի դեմ արշավանքի նախաձեռնողը, ոգեշնչողը եւ գլխավոր կազմակերպիչը
հենց Եփրեմ խանն էր։ Ինչպես մեզ արդեն շատ լավ հայտնի է, հեղափոխությունից հետո որպես կանոն տեղի ունենում ճիշտ հակառակը, ինչի համար ի սկզբանե իրականացվել էր հեղափոխությունը։ Սեպահդարի եւ նրա նախարարների կառավարությունը դրժեր ժողովրդին տրված խոստումները, բայց նրանք արդեն հասել էին իրենց գլխավոր նպատակին։ Իշխանությունը նրանց ձեռքերում էր։ Եփրեմ խանը լիովին անկեղմված լինելով բանակաշինության մեջ, հեռու էր նոր պարսկական քաղաքականության նրբություններից, մինչև վերջ հավատում էր, որ պայքարում է Իրանի լավ ապագայի համար։ Մինչ նոր հեղափոխականները բաժանում էին իշխանությունը, երկրում դեռ իրավիճակից դժգոհ բազմաթիվ ուժեր կային։ Հատկապես դժգոհ էին եւ սկսեցին ապստամբել պահպանողականները, որոնք շահի օրոք ունեին բացարձակ իշխանություն։ Նրանցից ամենավառ ու դաժան ներկայացուցիչներից էր Ղարադաղի խոշոր ֆեոդալ Ռահիմ խանը, որն այնքան վստահ էր իր վրա, որ հարձակվեց Թավրիզի վրա։ Սպառնալիքը չեզոքացնելու նպատակով կառավարությունը զորք ուղարկեց Եփրեմի գլխավորությամբ, որը թեպետ վիրավորում էր ստացել, սակայն կարողացավ շատ կարճ ժամանակում հաղթել Ռահիմ խանին, որին ոչինչ չէր մնում, քան անցնել Արաքսը եւ թաքնվել Ռուսաստանում։ Եփրեմի մասին սկսեցին խոսել բոլորը, բոլշևիկների հերոս Օրջոնը Գիձեից մինչև երիտ թուրքերը։ Իրանում նրա մասին սկսեցին առասպելներ պատմել։ Նա հանելուկ էր։ Չունենալով ռազմական կրթություն, նա կարողացավ ընդունել այնպիսի ռազմավարական որոշումներ, որոնք անկախատեսելի էին թշնամիների համար։ Իսկ հաճախ նա դրան գաղտնի էր պահում նաև իր սեփական զինակիցներից։ Ինչպես գրում է Օրջոնը Գիձեն, 1910 թվականից Եփրեմը վիճաբանության մեջ էր Թավրիզի կենտրոնական դաշնակցական կոմիտեի հետ։ Չէր ենթարկվում նրանց հրամաններին եւ գործում էր ինքնուրույն։ Այդ պատճառով դաշնակցությունը նրան հետապնդում էր։ Նոր կառավարության հետ հարաբերությունները նույնպես երկակի էին։ Եփրեմը սկսեց բացահայտ քննադատել, որ կառավարության շենքերում սկսել են հայտնվել շահի իշխանության ներկայացուցիչներ։ Իսկ թերթերի փակումը Եփրեմի կողմից հրապարակայնորեն դատապարտվեց։ Ազատության իրական պայմաններից մեկը մամուլի ազատությունն է։ Ես գտնում եմ, որ շարք թերթի փակումը նվաստացնում է այն սկզբունքը, որի իրականացման համար մենք նվիրել ենք մեր կյանքը։ Արդյունքում Եփրեմը հրաժարական տվեց։ Միապետականների հետ իր պաշտոնը զբաղեցնելու առաջարկից նա հրաժարվում է։ Իրանում իրավիճակը սրվում էր։ Շահի կողմնակիցները ամեն գնով ցանկանում էին ետ վերադարձնել իշխանությունը, իսկ արտաքին ուժերը ակտիվանում էին, տեսնելով երկրում տիրող խառնաշփոթը։ Այսպիսի իրավիճակում Մոհամեդ Ալի շահի կողմնակիցները Ռուսաստանի աջակցությամբ ցանկանալով վերցնել ռևանշ, մարտական գործողություններ են սկսում։ Կառավարությունը հույսով դիմում է իր սարդարին, հայ Եփրեմին։ Նրա անձի մեջ տեսնում են գլխավոր հույսը երկիրը շահի վրեժ խնդիր զորքերից պաշտպանելու համար։ Եփրեմը համաձայնում է, նա այլ ընտրություն չուներ, երկիրը լքել նա չէր կարող։ Սա շատ լուրջ փորձություն էր, քանի որ շահի զորքերը բազմակի գերազանցում էին Եփրեմ խանի բանակին։ Ճակատամարտը սկսվեց, Թեհրանը խուճապի մեջ էր, ոչ ոք չգիտեր ինչ սպասել, ում դրոշը բարձրացնել։ Սպասում էին, եւ ահա լուրը, կառավարությունը հաղթեց, Եփրեմ խանը հաղթեց։ Շահը կրկին լքում է Իրանը եւ կրկին դեպի Ռուսաստան։ Բայց երկրում իրավիճակը շատ չի փոխվում, ամեն ինչ կրկնվում է։ Եփրեմ խանը հրաժարական է տալիս։ Շահը նոր ուժեր հավաքելով Անգլիա եւ Ռուսաստանի փողերով ներխուժում է Իրան։ Կառավարությունը կրկին դիմում է Եփրեմ խանին, եւ նա կրկին պատասխանատվություն է վերցնում իր վրա, զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը եւ ստանալով սարդարի տիտղոսը։ Եվ 1912 թվականի ապրիլի 25-ին Եփրեմ խանի զորքերը դեմ առ դեմ վերջին անգամ հանդիպում են շահի զորքերին, եւ Համադան գյուղի փոքրիկ ճակատամարտում զոհվում է սարդար Եփրեմ խանը։ Ֆիդայի քեռին դիմում է զինվորներին. վրեժ լուծենք մեծ հրամանատարի համար։ Եփրեմի զորքերն այնքան վրեժի ծարավ էին, որ թշնամին ջախջախվեց մեկ կայծակնային գրոհով։ Շուտով լուր հասավ, որ շահի զորքերը Մուջալա Դովելի հրամանատարությամբ շարժվում են ընդառաջ։ Եփրեմի մոտիվացված եւ հաղթանակ տենչող զինվորները հանուն իրենց սարդարի վրեժի ընդամենը 1 ժամ ջախջախեցին թշնամու զորքերը Հերմանշահ լեռան մատույցներում։ Զորքը գլխավորում էր քեռին, իսկ շահի եղբայրը ընդմիշտ փախավ Պարսկաստանից եւ բնակություն հաստատեց Թուրքիայում։ Եփրեմի մահը եւ նրա պատվավոր հուղարկավորությունը Թեհրանում, Հայկազյան դպրոցի բակում համաշխարհային արձագանք ստացավ։ Եփրեմի կերպարին անդրադարձան նաեւ աշխարհահռչակ պարբերականներ աշխարհի տարբեր պետություններից։
Եփրեմ խանի մահից հետո շահի կողմնակիցները Ռուսաստանի աջակցությամբ պարտության մատնեցին հեղափոխական կառավարությանը։ Այսօր խոսելով Եփրեմ խանի նման վառ եւ ուժեղ անհատականության մասին, հակամայից շատերս կարող ենք պատկերացնել, թե ինչ հսկայական նպաստ կարող էր բերել նրա նման վառ անհատականությունը մեր այս դժվար օրերում։ Սակայն շատ հաճախ մոռանում ենք, որ այսօր էլ կան նման բազմաթիվ հզոր եւ ազդեցիկ հայ անհատներ, որոնք սփռված են աշխարհով մեկ։ Այսօր չափազանց կարևոր է ճանաչել նման հայերին, ովքեր կլինեն թե Հայաստանում եւ թե Սփյուռքում։ Սակայն ճանաչելը միայն բավարար չէ։ Այսօր առաջնահերթություն է նրանց ողջ ներուժի համախմբումը իշահ ազգային պետության ձևավորման, քանի որ միայն նրանց ռեսուրսի համախմբման միջոցով հնարավոր է հաղթահարել մեր առջև գոյացած մարտահրավերներն ու սպառնալիքները։ Քաղաքական վերնախավը ցանկանալով կոծկել սեփական ապաշնորությունն ու անվոգեղենությունը մշտապես ներկայացնում է, որ մենք չունենք անհրաժեշտ ռեսուրսներ պայքարելու համար։ Այնինչ աշխարհում ամենաթանկարժեք ռեսուրսը ոչ թե նավթն է, գազը, ոսկին եւ այլն, այլ միտքը եւ մարդկային կապիտալը, որը էժան փոխարինիչ երբեք չի ունենում։ Եվ այս առումով մենք ունենք ռեսուրսներ ավելին քան մեզ անհրաժեշտ է։ Եվ ես ավելի քան համոզված եմ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կկարողանանք համախմբել ազգային ողջ ներուժը, ձևավորելով ազգային պետություն եւ ուժեղ պետականություն։ Իսկ դուք ինչ եք կարծում, ովքեր են այսօր Սփյուռքում մեր ամենաազդեցիկ հայրենակիցները։ Գրեք ձեր կարծիքը մեկնաբանություններում, ես սիրով այն կարդում եմ։ Ձեզ հետ է Սուրեն Պետրոսյանը։ Միշտ նոր հանդիպում։